Սեպտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների քննարկում, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության, արդարադատության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարությունների, Նախագահի վերահսկողական ծառայության, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԱՊՊԱ բյուրոյի, Security Dream ՍՊԸ, Աքիլես և Վարորդների պաշտպանության լիգա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Կարևորելով ճանապարհային երթևեկության կարգավորման և հանրային բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործը, Վլադիմիր Գասպարյանը նշեց. Մենք ոչինչ չենք կարող անել, ինչ որ մեկը մի տեղ է, ոստիկանությունը լավ արեց, այն մյուսները վատ արեցին։ Ոստիկանությունը կարող է ինչ որ մի բան լավ անի, եւ եթե այն մյուսները իրար հետ չեն, բոլորը միասին, դա վատի է վերածվում։ Եվ դա առանձին վերցած ցանկացած գերատեսչության բարագայում մեզ այս չափաձևը աշխատանքային պետք է, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում մինչև տարեվերջա ժամկետը դրված, բայց մենք այստեղ խնդիրներ ունենք, որ մի մասը արդեն լուծել ենք, մի մասը միասին լուծում ենք արդեն, իսկ մյուս մասն էլ կլուծենք եւ շատ ավելի շատ արագ, եթե մենք իրար հետ նորմալ աշխատենք։ Ոստիկանության պետն առաջարկեց արագ ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կընդգրկեն բարեփոխումների բոլոր ոլորտները, սկսած երթևեկության կանոնների խախտման համար կազմված ակտերի բողոքարկման ու վերանայման գործընթացի դյուրացումից մինչև տաքսիների կայանատեղերի հատկացումն ու գերատեսչությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման խնդիրները։ Նշելով, որ նախատեսված աշխատանքում տեսակարար մեծ կշիռ է ունենալու ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, աշխատանքի համակարգումը վստահել ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանին և կրկին ընդգծեց հանրապետության նախագահի հանձնարարականներով նախատեսված խնդիրների արագ ու լիարժեք իրականացման կարևորությունը։ Այս աշխատանքային խմբի ձեռքումը, կառավարումը, երթևեկության եւ բոլոր ընկերությունների, որ գոյություն ունեն, դրանց շտկման ամբողջ գործընթացը այս աշխատանքային խմբի ձեռքում է, որովհետեւ այս աշխատանքային խումբը շաղախված աշխատելու է այդ պահանջները իրագործելու համար եւ որպեսզի մենք մեր քաղաքացիներ ուղղակի մարդկայնորեն վստահություն ներշնչենք եւ կարողանանք իր աչքերին նայենք։ Ըստ ոլորտների քննարկվեցին գերատեսչությունների խնդիրները, փոխգործակցության հնարավորությունները, աշխատանքային խմբերի կազմը եւ նրանց կողմից կարճաժամկետ ու հեռանկարային ծրագրերի առաջարկման ընթացակարգերը։